Թրամփի կողմից Իրանին տրված վերջնաժամկետի լրանալուն հաշված ժամեր են մնացել։ ԱՄՆ նախագահը գիշերը սպառնաց, որ կոչնչացնեն իրանական էլեկտրակայանները, կամուրջները եւ այլ ենթակառուցվածքներ։ Հետո էլ սպառնաց, թե հողին կհավասարեցնեն իրանական քաղաքակրթությունը, եթե Թեհրանը չընդունի իրենց պայմանները եւ չգնա հրադադարի։ Այս ընթացքում պատերազմի մեկնարկից հետո Թրամփը երկու անգամ հետաձգել է իր կողմից առաջ քաշված վերջնաժամկետները։ Թե ինչպես կվարվի այս անգամ, ժամեր հետո առավոտյան թերևս պարզ կդառնա, բայց այն, որ Իրանն ու ԱՄՆ-ն հազիվ թե այս ընթացքում գնան որևէ պայմանավորվածության եւ հրադադար հաստատվի, ակնհայտ է բոլորի համար։ Այժմ եկեք հասկանանք, թե Միացյալ Նահանգներն ինչ պայմաններ է դրել Իրանի առաջ։ Գլխավորը միջուկային ծրագրի հարցն է։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը պնդում են, թե այս պատերազմը սկսել են այն նպատակով, որպեսզի թույլ չտան Իսլամական Հանրապետությանը միջուկային զենք ստեղծել, եւ որ Իրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը, ինչը իհարկե անընդունելի է Թեհրանի համար։ Իրանը պնդում է, որ ինքը պետք է շարունակի խաղաղ նպատակներով զարգացնել միջուկային ծրագիրը եւ հարստացնել ուրանը։ Ավելին, վերջին ավելի քան 20 տարում Իրանում միջուկային զենքի ստեղծումն արգելող բարձրագույն ուժ ունեցող կրոնական հրաման կար, ֆեթվան, որը սահմանվել էր արդեն իսկ սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից, այն արգելում էր միջուկային զենք ստեղծել։ Սակայն այժմ իրավիճակը կարող է փոխվել։ Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանը դիտարկում է միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու սցենարը։ Եթե նման բան տեղի ունենա եւ Թեհրանը գնա այդ քայլին, ապա իրավական տեսանկյունից Իրանին սահմանափակող այլևս որևէ պարտավորություն չի լինի միջուկային զենք ստեղծելու հարցում։ Այնպես որ միջուկային ծրագրի հարցում ակնկալել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը կարող են որևէ համաձայնության գնալ, թերևս իրատեսական չէ։ Մյուս գլխավոր խնդիրը Իրանի հրթիռային ծրագիրն է։ Այն, որ Իրանը պատերազմի մեկնարկից ի վեր կարողանում է մինչ օրս բալիստիկ հրթիռներով հարվածել ոչ միայն Իսրայելի, այլև արաբական երկրների տարածքին, թիրախավորելով ամերիկյան թե ռազմակայանները, թե տնտեսական բնույթի այլ ենթակառուցվածքներ, ցույց է տալիս հենց, թե որքան կարևոր է բալիստիկ հրթիռների ծրագիրը Իսլամական Հանրապետության համար, քանի որ դրան շնորհիվ է Թեհրանը կարողանում մինչ այժմ դիմադրել եւ ցավոտ հարվածներ հասցնել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, բարձրացնելով այս պատերազմի գինը երկու երկրների համար։ Այնպես որ այստեղ եւս կարծես թե պայմանավորվածության գնալու որևէ հեռանկար չկա։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանից պահանջում են նաև դադարեցնել Մերձավոր Արևելքում գործող այն ուժերին տրվող աջակցությունը, որոնք Թեհրանի գլխավորած դիմադրության առանցքի մաս են կազմում։ Խոսքը մասնավորապես եւ հատկապես Լիբանանում գործող Հեզբոլլահ խմբավորման մասին է, մասամբ նաև Եմենի հութիների եւ Գազայում գործող Համաս խմբավորման մասին։ Այս նախապայմանը եւս ընդունելի չէ պաշտոնական Թեհրանի համար։ Մշտապես գոյություն ունեցած այս 3 պահանջներին այժմ գումարվել է նաև Հորմուզի նեղուցի խնդիրը։ Թրամփը պահանջում է Իրանից բացել այն, որը Իսլամական Հանրապետությունը փակ է պահում պատերազմի մեկնարկից ի վեր եւ թույլ չի տալիս, որպեսզի այն հատեն թշնամական համարվող երկրների նավերը։ Որոշ այլ երկրների առևտրանավեր եւ լցանավեր կարողանում են անցնել Իրանի իշխանությունների թույլտվությամբ եւ նրանց հետ համագործակցությամբ։ Իրանը սակայն այժմ պահանջում է, որպեսզի խաղի կանոնները փոխվեն։ Նախ շաբաթներ առաջ Թեհրանը մերժել էր 15 կետանոց ամերիկյան առաջարկը, որը ստացել էր Պակիստանի կողմից։ Օրեր առաջ էլ մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը եւ նույն խողովակով Պակիստանի միջոցով 10 կետանոց առաջարկ փոխանցել Միացյալ Նահանգներին, թե ինչի դիմաց է պատրաստ բացել Հորմուզի նեղուցը։ Նախ Իրանը պնդում է, որպեսզի խաղաղ կանոնները փոխվեն եւ ճանաչվի Հորմուզի նեղուցը Օմանի հետ միասին վերահսկելու Իրանի իրավունքը։ Ավելին, Իրանը պահանջում է, որպեսզի Հորմուզի նեղուցով ապագայով անցնող ամեն մի նավի դիմաց իրենք գանձեն $2 միլիոն։ Դրա կեսը պետք է Իրանին բաժին հասնի եւ այդ գումարն ուղղվի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով Իրանում տուժած ենթակառուցվածքների վնասմանը։ Այս պարագայում ըստ Թեհրանի իրենք այլևս ԱՄՆ-ից եւ Իսրայելից չեն պահանջի հաստված նյութական վնասի փոխհատուցում դրամական միջոցների տեսքով։ Բացի այդ, Թեհրանը գլխավոր 3 նախապայման ունի պատերազմը դադարեցնելու համար։ Առաջինը, Իրանին անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը այլևս չեն հարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Թեհրանին չեն բավարարում հրադադար հաստատելու եւ հակամարտությունը սառեցնելու տարբերակները, քանի որ Թեհրանում համոզված են, այդ պարագայում ԱՄՆ-ն եւ Իսրայելը այդ ժամանակը կօգտագործեն Իրանի դեմ նոր հարձակում կազմակերպելու նպատակով։ Երկրորդ կարևոր նախապայմանը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները արևմտյան երկրների կողմից, որոնց պատճառով երկրում տնտեսական վիճակը տարեցտարի վատացել է, պետք է վերացվեն։ Եվ երրորդ նախապայմանը պետք է դադարեցվի Իսրայելի կողմից հարձակումները իր կողմից աջակցվող Հեզբոլլահի դեմ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դժվար է ակնկալել, որ ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են որևէ համաձայնության գնալ այս հարցերի շուրջ, այնպես որ չի կարելի բացառել, որ Թրամփը կարող է կյանքի կոչել իր հնչեցրած սպառնալիքները։